Սիրելի հավատացյալներ, այսօր սովորական այն օրերից չէ, որ գնում ենք եկեղեցի միայն հավաքելու, մաս և բաժին ունենալու Սուրբ Պատարագից։ Այդ տոնն է Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտի։ Աստվածածնին նվիրված մի քանի տոներ կան մեր եկեղեցական օրվանություն, սակայն այսօր մենք խոսելու ենք Աստվածածնի գյուտի տուփի տոնի մասին, թե ինչպես այն գտնվեց։ Երուսաղեմ ուխտի գնացած երկու իշխաններ Գալիլեայում տեսնում են մի հրեականոջ տան մոտ հավաքված մարդկանց, որոնք տարապում էին տարբեր հիվանդություններով։ Նրանք մտնում են այդ կնոջ տունը և տեսնում են մի տուփ, որը պատկանել է Սուրբ Աստվածածնին։ Իշխանները տեսնելով այդ տուփով կատարված բազում հրաշքները գնում են Երուսաղեմ, նմանօրինակ մի տուփ է պատրաստել տալիս։ Վերադառնալիս կրկին այցելում են կնոջը, փոխում են տուփը և դառնալով Երուսաղեմ ամեն ինչ պատմում են պատրիարքին։ Պատրիարքը մեծ հանդիսությամբ տուփը զետեղում է եկեղեցում և սահմանում տուփի գտնվելու վերադարձի տոն։ Սիրելիներ, Մարիամը դարձավ այն անձը, ում շնորհիվ են պայմանավորվեց մարդկության փրկությունը։ Աղախին, ծառա, ույս, անարատ, միասին և այս բնորոշումների կողքին իհարկե մայր։ Այս վեհանու կոչումը որ տրվում է յուրաքանչյուր կնոջ, ով մայր է դառնում։ Գալիս է Աստվածածի Սուրբ Կույս Մարիամից, սխալված չենք լինի, եթե ասենք, որ մայրական այդ գաղափարը սրբացվեց և բարձրացվեց Սուրբ Կույսի միջոցով։ Աստված երբ ստեղծեց աշխարհը, մարդուն դրեց վայելչության դրախտում, ապրելու և օգտվելու այն ամենից, ինչը կար այնտեղ, սակայն ինչպես գիտենք, Աստվածաշնչից մեր նախահայրերի անհնազանդության պատճառով դարձանք մարդկանացուներ և այժմ կրում ենք կյանքի ուրախությունները և դառնությունները, կրում ենք տառապանքներ, որ կարող էին և չլինել։ Նրանց անհնազանդությամբ էր, որ մեղքի գիտակցությունը աշխարհ եկավ ու նրա հետ իհարկե կան բազում տառապանքներ, որոնցից է որդեցնության ուղեկցող ծանր ցավը, որը պատիժ էր աստվածային զայրույթի։ Սակայն բարեգութն Աստված իր աղախնին Աստվածածնի միջոցով մաքրեց, սրբագործեց մայրությունը, այն դարձնելով վսեմագույն մի պատիվ, որը ընդունողները երբեք տրտմության առիթ չեն ունենում։ Աղախին, որովհետև խոնարհ գտնվեց Աստծու առջև և հոժարությամբ իր արգանդում կրեց մարդկության փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Պատահական չէ, որ մայր անվան հետ է կապվում հայրենիքը, հողը, լեզուն, եկեղեցին, մայր է սրբությունների սրբոցը։ Նկատել եք իհարկե, որ կենդանական աշխարհում էր մայրական բնազդը ի վերուս նրանց մեջ դրված բնազդերի մեջ մեծագույնն է։ Նախամորը հրաման էր տրված ցավերով զավակներ ունենալ և ինչպես ասվում է Սուրբ Գրքում, պիտի անչափ բազմացնեն քո ցավերն ու հառաչանքները։ Ցավերով երեխաներ պիտի ծնես, ու ամուսնուն պիտի ենթարկվես և նա պիտի իշխի քեզ վրա։ Ապա Աստվածամոր հեզության, հնազանդության շնորհիվ կնոջից վերցրեց այդ տրտմության ցավը և նրան տրվեց ուրախության և բերկրանքի աննկարագրելի պահեր։ Այսօր էլ հաճախ հանդիպում ենք
բազում երևույթների մարդկային չարիքների, որոնցով երծում են Աստվածածնի անարատության կերպարը, չգիտակցելով ինչպես մարդը ստեղծվեց Աստծո պատկերով ու նմանությամբ, գիտն էլ մաքրվեց ու բարձրացվեց Աստվածածնի տված շնորհի միջոցով։ Մեր ամենօրյա աղոթներում մենք խնդրում ենք Աստվածածնի բարեխոսությունը իր միածին որդուն, որպեսզի Աստված ևս մեկ անգամ հնարավորություն տա փոխվելու և ազատվելու մեղքերից։ Կյանքում մարդը շատ խնդրանքներ կարող է մերժել, երբ նույն խնդրանքով դիմում է մայրը, երբեք չես կարողանում մերժողական պատասխան տալ։ Նույնը և Հիսուս ամեն անգամ, երբ լսում է Աստվածածնի խնդրանքը, չի կարողանում մերժել նրան, հակառակ այն բանի, որ մեր մեղքերից արդեն այնպիսի մեծ վիթխարի սարեր են գոյացել, որոնց քանդելը, կործանելը մարդու համար կլինի ուղղակի անվերջ անարդյուն աշխատանք։ Ուրեմն, սիրելիներ, բոլորս միասնաբար աղոթենք և խնդրենք ողորմած Աստծուն, որպեսզի մեզ մաքրի մեղքերից, ապրենք իր ամենազոր աչքի և ամենատես աչքի հովանու ներքո, ասելով. Տեր, ավելացրու մեր հավատքը, հույսը և սերը, որպեսզի հաստատուն մնանք քո պատվիրանների հետևելու մեջ։ Աղաչում ենք Սուրբ Աստվածածին, բարեխոսի մեզ համար, քո միածին որդուն, փրկելու այն ժողովրդին, որին գնեց Հիսուս արյան։ Շնորհ, սեր և խաղաղություն բոլորիդ հետ, այժմ և միշտ և ավետյան սավիդների ծառայում։